Մեծարգո վարչապետ, ազգային ժողովի հարգելի նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, սիրելի հյուրեր։ Նախ ուզում եմ բոլորիդ ողջունել Գյումրիում եւ ասել բարով եք եկել։ Մենք գյումրեցիներս մշտապես հպարտացել եւ հպարտանում ենք մեր քաղաքով, քանի որ մեր քաղաքը մեզ հպարտանալու առիթներ միշտ է տվել։ Գյումրին Հայաստանի զարդն է, արվեստների, արհեստների եւ սպորտի քաղաք։ Ցավոք սրտի երկար տարիներ այդ զարդը մատնված էր անուշադրության ու զրկված էր այն հոգատար վերաբերմունքից, որին իրականում արժանի է։ Ուզում եմ իմ երախտիկի խոսքն ասել ձեզ, բարոն վարչապետ, եւ կառավարությանը այն հսկայածավալ ներդրումների ու ծրագրերի համար, որոնք կառավարությունը իրականացրել է Գյումրիում։ Քաղաքի զարգացումը պահանջում է, որ համայնքային իշխանությունը շարունակի կառավարության որդեգրած քաղաքականությունը, եւ հենց սա եմ ընդունում անձնապես իմ եւ մեր թիմի առաքելություն։ Ծառայել Գյումրեցուն եւ զարգացնել մեր քաղաքը։ Սրանք են լինելու մեր ուղենիշերը Գյումրեցու վստահության քվեով համայնքային իշխանությունը ստանձնելուց հետո։ Այո, ծառայել Գյումրեցուն եւ ոչ թե սեփական շահերին, զարգացնել քաղաքը եւ ոչ թե հարստարել այն, լուծել Գյումրեցու խնդիրները եւ ոչ թե նեղ շրջապատի։ Հենց սա ենք մենք առաջարկում Գյումրեցուն, սա ենք որդեգրում որպես սկզբունք։ Սիրելի գյումրեցիներ, իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում մենք լուսավորեցինք անի թաղամասն ամբողջությամբ, մուշ թաղամասը, ինչպես նաեւ Գյումրու մոտ 50 փողոցներ ու բակեր։ Այս ընթացքում ես ու մեր թիմը հանդիպումներ ունեցանք Գյումրու ծայրամասային թաղերի բնակիչների հետ, լսեցինք վերջիններիս խնդիրները ու փորձեցինք այս կարճ ժամանակահատվածում լուծում գտնել։ Ամենօրյա ռեժիմով քաղաքապետարանում անձամբ իրականացնում եմ քաղաքացիների ընդունելություն։ Շաբաթվա կտրվածքով ընդունել եմ մոտ 50 քաղաքացու։ Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել մեր համաքաղաքացիներին ցուցաբերած ջերմության եւ սրտացավ վերաբերմունքի համար։ Ուզում եմ ասել, որ մենք լսել եւ գույքագրել ենք ձեր բարձրացած խնդիրները եւ առաջարկները։ Դրանք առնվազն մեծամասամբ արտացոլված են մեր նախընտրական ծրագրում, որը քիչ առաջ ներկայացվեց։ Սիրելի գյումրեցիներ, մեր ծրագիրը զարգացած, առաջադեմ եւ իրատեսական ծրագիր է, որտեղ առաջնահերթ կլուծվեն թափառող շրջանների խնդիրը, կգործի նոր տրանսպորտային համակարգ, անվճար եւ վերանորոգված մանկապարտեզներ, կահավորված սպորտ դպրոցներ, կանաչապատ եւ բարեկարգ խաղահրապարակներ, ասֆալտապատ փողոցներ։ Ստեղծելու ենք ներդրումային անվտանգ միջավայր, ապահովելու ենք համերաշխ հանրային կյանք։ Այս ամենը մենք խոստանում ենք հիմա ու վստահ իրականացնելու ենք։ Սարի պես Գյումրու թիկունքին։ Մեծարգո պարոն վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, սիրելի հյուրեր։ Փառակար համայնքի նախորդի ընտրությունների արդյունքների բերումով քաղաքացիական պայմանագրի մեր թիմի կոալիցիոն ուշագրով ստանձնեց Փառակարի կառավարումը։ Ես նախ ընտրվեցի համայնքապետի առաջի տեղակալ, ապա համայնքապետ։ Այս 3 տարիների ընթացքում մեզ հաջողվեց կառավարության հետ ծեր համագործակցության արդյունքում լուծել խնդիրներ, որոնք տասնամյակներ շարունակ անլուծելի էին թվում։ Պատմում բնակավայրում կառուցեցինք Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը, Փառակար բնակավայրում Փառակարի միջնակարգ դպրոցը, Արևաշատ բնակավայրում կառուցեցինք մանկապարտեզ, ավարտին է մոտենում Նորակերտ բնակավայրի դպրոցի մարզադահլիճի կառուցումը։ Ընթացքի մեջ է Փառակարի բնակավայրերի դպրոցի շինարարությունը։ Բոլոր վարչական բնակավայրերում կառուցեցինք 2 ական, իսկ Թայրով ու Փառակար բնակավայրերում 5 խաղահրապարակներ, ինչպես նաև Մերձավան եւ Թայրով բնակավայրերում կառուցեցինք 2 ֆուտբոլային մարզադաշտ։ Գազաֆիկացել ենք Բարական, Նորակերտ, Այգեկ, Մերձավան, Փառակար, Մուսալեր, Պտղունք բնակավայրերում 10 փողոցներ։ Կառուցվել է Նորակերտ բնակավայրի կենտրոնից դեպի դպրոց տանող մայթը։ Ասապատաբապվել է Նորակերտ բնակավայրի Կոմիտաս փողոցը։ Տուֆասալիկապատվել է Բարեկան բնակավայրի Կոմիտաս փողոցի մի հատվածը, իսկ Կոմիտաս փողոցի մյուս դպրոց մանկապարտեզ տանող ճանապարհը ասֆալտապատվել է։
ճանապարհի զգալի մասը։ Ամբողջությամբ ասֆալտապատվել է Այգեկ բնակավայրի միջհամայնքային ճանապարհը։ Դուսպասալիկապատվել է Փարաքար բնակավայրի Թևոսյան, Սևանի փողոցները։ Ամբողջությամբ ասֆալտապատվել է եւ Արարատյան եւ Ֆրիկի փողոցները, ինչպես նաեւ Թայրով բնակավայրի Չարենց, Իսահակյան, Նարեկացի թաղամասի առաջին փողոցները եւ Արգիշտի փողոցի մի հատվածը։ Բազմաբնակարան շենքի դիմաց թվով 5, 3 շենք, 5 շքամուտքեր։ Ասֆալտապատվել է Պտղուն բնակավայրի M5 միջպետական ճանապարհից դեպի դպրոց տանող ճանապարհն ամբողջությամբ։ M5 մայրովի վրա տեղադրվել է լուսացույց։ Ամբողջությամբ փոխվել է Պտղուն բնակավայրի վարչական շենքի տանիքը։ Ընթացքի մեջ է Փարաքար բնակավայրի Երևանի, Վազգեն Սարգսյան առաջին եւ երկրորդ փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Բոլոր փողոցներում, որտեղ կատարվել են ասֆալտապատման եւ տուփասալիկապատման աշխատանքներ, փոխվել են նաեւ կողմագծերը, ռոռոկման համակարգը եւ կառուցվել է խմելու ջրերի նոր համակարգ։ Մերձավոր բնակավայրի բազմաբնակարան շենքերին փոխվել է կողմագծերը, կիսախողովակներով կառուցվել է ռոռոկման նոր համակարգ։ Բոլոր բնակավայրերի փողոցներում կառուցվել է լուսավորության նոր համակարգ, ինչպես նաև կատարվել նախկինում կառուցված լուսավորության համակարգերի վերանորոգում։ Համայնքի մյուս մանկապարտեզներում կատարվել է մաստակի վերանորոգման և գույքի վերազինում։ Թվարկածս ծրագրերը հավատացում են, ուղղակի վիճակագրություն չեն, այլ իրական աշխատանք, որը իրական ազդեցություն է ունեցել քաղաքարի բնակիչների կյանքի վրա։ Ու դրա համար ուզում եմ նախ եւ առաջ որպես քաղաքացի շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն վարչապետ, եւ կառավարությանը եւ մեր ամբողջ քաղաքական թիմին, ովքեր տեղական ավականուց մինչեւ երկրի բարձրագույն ղեկավարություն միշտ պատրաստական են եղել արձագանքել քաղաքացիների բարձրացած խնդիրներին։ Հավատացնում եմ, այս մեծածավալ աշխատանքը ոչ միայն փոխել է բնակիչների առօրյան, փոխել է նաեւ նրանց ապագան։ Բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք, ու մարտի 30-ին քաղաքացիների վստահության քվեր ստանալուց հետո ավելի մեծ եռանդով ենք շարունակելու սկսած աշխատանքը, հիմնանորոգելու ենք կենտրոնական եւ գյուղամիջական ճանապարհները, լուսավորելու ենք համայնքը, կառուցելով նոր լուսավորության ցանց, կառուցելու ու նորոգելու ենք կոյուղագծեր ու ջրագծերը, գազաֆիկացնելու չգազաֆիկացած փողոցները, կառուցելու ենք նոր ռոռոկման համակարգեր, կառուցելու ենք մանկապարտեզներ, արդիականացնելու ենք ռոռոկման համակարգեր եւ ապահովելու ենք համայնքի մշակութային եւ սպորտային կյանքը։ Սիրելի քաղաքացիներ, մեր առաջնահերթությունը մեկն է՝ ծառայել ձեզ, հեշտացնել ձեր կյանքի եւ ապահովել երեխաների համար բարեկեցիկ ապագա։ Ու մինչեւ որոշ ուժեր ձեր կողմից իրենց պատվիրված մանդատը ծառայեցրել են իրենց անձնական, ընտանեկան եւ կլանային շահերին, մեր առաջնահերթությունը համայնքի շահը չի փոխվել եւ չի փոխվելու։ Մեր համայնքը Այգեկ, Նորակերտ, Արևաշատ, Բաղրամյան, Մուսալեր, Պտղուն, Թայրով, Մերձանան ու Փարաքարը մեր տունն է, իսկ տանը վերաբերում ենք խնամքով, ոչ թե առուպախի տրամաբանությամբ, տունը շենացնում է, ոչ թե փորձում պատից ու հատակից քերել ինչ հնարավոր է։ Այս տրամաբանությամբ ենք մենք կառավարելու համայնքը, այս տրամաբանությամբ ենք կառուցելու մեր երեխաների ապագան։ Այնպես որ մարտի 30-ին ընտրիր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ընտրիր քո զարգացումը։ Շնորհակալություն։